Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում հարցազրույցն է, իմ զրուցակիցն այսօր Մանթաշյանց բիզնես ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանն է։ Բարի երեկո, պարոն Միրաքյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Միրաքյան, դուք ղեկավարում եք բիզնես համայնք, ձեր համայնքում կան գործարարներ, որոնց բիզնեսները կապված են աշխարհի տարբեր երկրների հետ, ԵԱՏՄ-ն եւ Ռուսաստանը հայ արտադրողների համար իրենց դռները փակել են։ Սա ինչ խնդիրներ է ստեղծում մեր համայնքում։ Այո, մենք քարոզչական մակարդակով կարող ենք տեսնել անհատ գործարարների, որոնց հաջողվում է դեպի Եվրոպա գնալ եւ առևտուր անել, բայց խոշոր հաշվով մեր տնտեսվարողները, մեր գործարար համայնքը ինչ խնդիրների առջև են կանգնած։ Գիտե, ասենք ինչ խնդիրների կոնկրետ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի խնդիրի առաջական ունեց, որտեղ այս միջինում տարեկան բանը Ռուսաստանից այդ էքսպորտը այդքան է այդ սահմաններում է։ Ուրեմն տարբեր են շատ իրականում մարդիկ շատ տարբեր են, որտեղ նախ պետք է 3 մասի բաժանենք մեր առևտրաշրջանառությունը, առաջին մասը դա պտուղ բանջարեղեն, երկրորդ մասը դա ուծաղիկ, դրա մեջ մտցնենք, այսինքն թարմ ապրանքներ, երկրորդը դա վերամշակված ապրանքներ, պահածո, հյութեր եւ այլն, եւ երրորդը ալկոհոլային խմիչքներ, 3 մասի է բաժանվում Ռուսաստանի այդ բանը մեր ոնց որ էքսպորտը, ու այստեղ ինչու է կարևոր, որովհետեւ այս մենք տարբեր ուղղություններով դիվերսիֆիկացիայի հնարավորություն կա նույն խմիչքի հետ կապված ալկոհոլի, այսինքն չինական շուկա, ջուրմաթերթի հետ կապված եվրոպական շուկա, որոշ ապրանքներ ընդհանրապես տեղ չունեն գնալու, որովհետև եվրոպական շուկայում ապրանքան տեսականն է տարբեր իրենց ոնց որ ամեն ինչ այդ շուկաները պետք է պատրաստ լինեն այդ ապրանքը ընդունելու, օրինակ սմբուկի խավիարը, չէ՞ կամ Բադրժանի իկրա, ոնց որ մենք ենք ասում, դա շատ կասկածում որ Ֆրանսիայում գիտեն այդ ինչա կամ Գերմանիայում էլ, այսինքն ապրանքներ կա, որ մեր ենք ավելի շատ հետսովետական շրջանի պրոդուկտներն ու այդ ապրանքը որ տանում ենք այնտեղ խնդիր է առաջանում։ Երկրորդ խնդիրն է, որ Made in Armenia բրենդը գոյություն չունի։ Այսինքն եթե մենք Ռուսաստանում ասում ենք հայկական ծիրան ու կարող ենք 2 անգամ ավելի թանկ վաճառենք, երբ որ Լեհաստանում ես ասում հայկական ծիրան կամ չգիտեմ Գերմանիայում, կարող սկզբից պետք է կարիք կա ասելու Հայաստանը ինչ է, հետո նոր Հայաստանը ինչ կապ ունի ծիրան հետ, հետո նոր այսինքն այդ շատ երկար process է, բրենդավորումը երկրի եւ պրոդուկտների բրենդավորումն էլի երկար process է, որը որ չի արվում, այսինքն այդտեղ էլ պետք է միավորված գնալ, բայց ամենտեղում չի էլ հասնի կարճ ժամանակում էլ, այսինքն այդպես մի քանի շարքերի ոնց որ խնդիրները շարքերի տարբեր շերտերի պետք է բաժանել, բայց դաշտում ունենք երկու ծայրահեղություն, այսինքն մի ծայրահեղությունը, որ ապոկալիպսիս է, հեսա ամեն ինչ կվերջանա, հեսա հայտարարություն յուղացիները սննկացան, չգիտեմ 300,000 մարդ այդ ոլորտում աշխատում իրենք մնացին պարապ, գնացին խոպան եւ այլն, գնացին Հնդկաստան առաքիչ աշխատելու, մի մասը դա ծայրահեղականացված, մի մասը էլ հակառակ ծայրահեղականությունը, 15000 հատ վարդ տարանք բան արդեն լավ ենք էլի ուր տարանք չգիտեմ Հոլանդիա տարանք կամ 20000 հատ վարդ տարանք այստեղ տեսեք ինչ լավ է արդեն Եվան էլի ու տենց հակառակ հեսա գլուծվի ամբողջ հարցերը Եվան էլ էլ ոնց որ հակառակ ծայրահեղությունն է իրականությունը այդ երկուսի մեջտեղն է հույս ունենանք կլինի ավելի շատ դեպի դրականի մեջտեղը որ արագ փոփոխություններ կլինեն, չեմ հավատում, լավագույն սցենարով ու լավագույն արագությունը կլինի տենց մոտավորապես 2 տարի։ Ինչ է դա նշանակում, երբ դուք ասում եք արագ փոփոխությունների շուտ հասցնեն բիզնեսները վերափոխվեն շուկան, այդ մի 2 տարի կտևի, բայց ամենաարագ սցենարով 2 տարի էլ այնպես 1-ից 2 տարի։ Ինչ պետք է անի այդ դեպքում այն տնտեսվարողը, որը 30 տարի Հայաստանում աշխատել է եւ 30 տարի նրա ապրանքը իրացվել է ԵԱՏՄ Ռուսաստան, ինքը սովոր է այդ շուկաներին։ Ասեք մի քանի շերտ կա, մենք մի 2 շաբաթ առաջ Լեհաստանից գործարարների խումբ ենք բանել, ընդունել այստեղ հրավիրել։ Այդ խմբից մեկը կար որ սուպերմարկետներ ուներ այնտեղ 2000 մոտավորապես 2000 հատ սուպերմարկետ ուներ, դրանց խոսքի մեջ ասաց հա կընդունեմ ես հայկական ծիրանը, ասաց մենք էլ դրանց հարցազրույցների ժամանակ ասենք այդ մասին որ Լեհաստանը կընդունի, դες լավ աղմուկ բարձրացավ որ Լեհաստանը կընդունի, բայց դրա տակը ինչ է կատարվում, էլի դրա տակ օրինակ առաջի բանը որ սերտիֆիկացիա պահանջեցին իրենք, բայց սերտիֆիկացիա պահանջել լավ է, շատ արագացած տեմպերով մենք մոտավորապես 2 շաբաթում կարողացանք հանել։ Այդ այն դեպքում որ մենք որպես բիզնես համայնք այդ process-ին խառնվել ենք։ Այսինքն նույն այդ գործարը, որ ծիրան է արտահանում, ինքը հետաքրքրվեց Մաքսայինից, հետաքրքրվեց բանից իր բրոկերը, Մաքսային բրոկերից հետաքրքրվեց, այնից ասաց ինձ ասում են Վարամ ջան, ձև չկա, այդ սերտիֆիկատը Հայաստանում չեն տալի, ուրեմն շանս չկա, չենք տալու։ Բայց ես 1-2 զանգ արեցի, հասկացա որ չէ, շատ լավ է, տալիս են ամենակարճ ժամանակին 2 շաբաթում կտան։ Ու հիմա արդեն ոնց որ այս շաբաթ եղավ այդ սերտիֆիկատի հարցը, մոտավորապես։
Այսինքն պատերազմը չէ, այսինքն եթե մենք որպես ակումբ էլի չխառնենք այդ գործը, այդ մարդը պետք է ասեր հա, դե վերջ։ Դե հիմա պատկերացրեք Ծիրանի այգիներ ունեցող գյուղացին։ Չէ, Ծիրանի այգիներ ունեցող գյուղացին պետք է մոռանա, որ ինքը կարող արտանի, որովհետև բանը հիմնական արտանումը ոնց էր լինում, ասենք մի գյուղացի հավաքում է միշտ գյուղացիների ապրանքը, տանում էր Ֆուդսիցի շուկա, որը մեր ասենք Մեյմանդարի շուկայի մեծ տարբերակն է, մի քիչ շատ մեծ տարբերակն է։ Տանում են դա շուկա հանձնում է ադրբեջանցի բան մեծածախ վաճառողներ, իրենք էլ վերցնում են մտցնում են ռուսական շուկա կամ չգիտեմ, կամ թուրք կամ ռուս վերավաճառողներն են տալիս, այսինքն սովորաբար այդպես էր աշխատում սխեման։ Եվրոպայի այդ սխեման չի աշխատի, այնտեղ արդեն մի քիչ ավելի այն մարդը, որ այդ ապրանքը հավաքում է, պետք է ավելի ուժեղ կոնտակտներ ունենա, ավելի գրադիետ մոտենա հարցին։ Ինչ եղավ այս գյուղացու հետ։ Մենք ունենք 300-ից 400,000 մանր տնտեսվարողներ, փոքր գյուղացիներ են, այգիներ ունեն, ձեր ասած տարբերակ։ Ինչ են անելու 300,000-ը կապ չունի, 300,000-ից ինչ որ մարդիկ հավաքում տանում էին, ասեն 300,000-ը էքսպորտ չեն անում։ Հիմա խնդիրն է դա, որ այդ ովքեր որ հավաքում տանում, պետք է վերապրոֆիլավորվեն, հասցնեն վերապրոֆիլավորվել բանի համար էլի, այտենց նաև այլ շուկաների վրա, որ չեմ հավատում որ մի տարում հնարավոր է։ Հենց նոր էլի խոսում եմ ինքերոջ հետ Ֆրանսիայում էր, վաղը էլի ասաց, էլի պետք է գար ստեղ, ասաց հենց եկել եմ դες մի քանի պայմանների համար, էլի Ռուսաստան պահածոներ է ինքը արտահանում, գնացել Ֆրանսիա հանդիպելու դիստրիբյուտորներից ու ասաց այս հանդիպներից է կախված ոնց կստացի լավ եղավ կգամ, բայց ամեն դեպքում երկար է, էլի դիստրիբյուտորը հանդիպեց, հետո դիստրիբյուտորը պահանջներով պետք է վերափոխումներ անի, հետո այդ վերափոխումների հիման վրա նոր պետք է ոնց որ բան անել, ապրանքը կանա արտանել, որը երկար կտևի ամեն դեպքում։ Այդ դեպքում տեսեք, այն գործարարները, որոնք հիմա միրգը հասել է, իրենք պետք է ընդունեն իրենց գործարաններ, այդ գործարանատերերը ունեն հսկայական վարկեր ու հիմա չգիտեն այդ գյուղացու միրգը իրենք ընդունեն թե ոչ, նրանց հետ ինչ է տեղի ունենալ, որովհետև մենք լսում ենք կառավարության ղեկավարի էկոնոմիկայի նախարարի մակարդակով, որտեղ մենք սուբսիդիա ենք տալիս, տնտեսվարողին, գործարարին փող ենք տալիս, ասում ենք ապրանքդ հասցրու եվրոպական շուկա, լավ հասցրեց եվրոպական շուկա, ինչպես է մեր ապրանքը այդ եվրոպական դարակաշարերի վրա հայտնվելու։ Հա, հետո դարակաշարերի վրա հայտնվել այդ խնդրի կեսն է, բայց հետո պետք է դարակաշարից դուրս գա, չէ՞։ Ինչ որ մեկ պետք է գնի այդ ապրանքը։ Որը էլի մարտեցինք, աշխատանք որոշակի եւ այլն, որը էլի որոշակի բան է պահանջում, էլի։ Այսինքն երկար, բավական երկար պատմություն է։ Նույն այդ ապրանքները պետք է բրենդինգը փոխվի շատերինը, որտեղ ռուսական շուկայի համար էլ բրենդինգով արած իրենք հիմնականում աշխատում են ռուսական, բայց մի բան էլ ասեմ, որ տեսեք, ես հիշում եմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոպյանն էր, մեր մոտ մի հանդիպում եղավ 3 կամ 4 տարի առաջ, այդ հանդիպման ժամանակ ասաց Ժորժ ջան, մոռացեք ռուսական շուկան, վաղը թե միսօր մեկը փակվելու է։ Հանդիպման ժամանակ ասում եք, դե անընդհատ Ռուսաստանը այս հարցերն անում է, չէ, հեսա կպատիեմ, հեսա պատիեցի, լոլիկը լավ չէ, անընդհատ որպես ճնշման գործիք օգտագործում է, չէ։ Ու ես հիշում եմ այդ հանդիպման ժամանակ ելը Վահանն ասաց, մեկը փակվել է, թող մի բան արեք, ձեր գլխի ճարը բան արեք, էլ տեսեք ուրիշ շուկաներ, բայց մեկը չեն անում։ Այսինքն կամ դանդաղ են անում, ինչու որտեվ կոմֆորտ է, որտեվ հասկանալի է կոմֆորտ է, որտեվ արդեն շրջանառություն կա, դու արդեն պետք է ռեսուրս տնես, ժամանակ տնես, որ գնաս ուրիշ շուկաներ, պետք է ռեսուրս տնես, բրենդինգ փոխես, պետք է ռեսուրս տնես, սերտիֆիկացիա անել։ Չէ, ասենք դու աշխատում ես X գումար, X գումարից պետք է մի կտոր առանձնացնես, տնես դրա վրա։ Հայ գործարարները հիմնականում չէին անում այդ գործը, կային որ անում են։ Իրականում էլ դից ընդհանրապես ես գիտեմ մարդկանց որ արել են, գիտեմ որ չեն արել, բայց ովքեր որ արել են, իրենց մոտ էլ ենթադրենք դիվերսիֆիկացիա են արել, այդպիսի մարդկանց էլ եմ ճանաչում։ Դիվերսիֆիկացիա են արել, բերե հասցրել են նրան, որ ռուսական շուկան իրենց համար 30%-ն է կամ 40%-ը։ Բայց հիմա էլ 40%-ից ձեռքվեց, որը ելին է չի որ թեթև թիվ է այդ ընկերությունների համար, այսինքն 40% շուկայից մի անգամից կատարվել է, հիմա բայց մարդը ընդհանրապես չարեց դիվերսիֆիկացիա, որովհետև ժամանակ չտրամադրեց, որովհետև լուրջ չվերաբերվեց, դա այնքան որ գալիս էր 2 ամիս Ռուսաստանը փակում էր, 2 ամիս ներվայնացած խոսում էին, հետո գալիս էր բացում էր, նորից աշխատում էր, նորից մի ամիս պատից, նորից նյարդայնացած խոսում են, նորից եւ այլն, այդ ցիկլը ես ինչ հիշում եմ, այս 10 տարի, 20 տարի նույն ցիկլով պատտվում է։ Սա անհատի մակարդակում լուծելիք խնդիր է, թե պետության։ Այն ինչի մեջ հայտնվել ենք, պետությունների մակարդակով ստեղծված խնդրի հետևանք է։ Տեսեք, անհատի մակարդակով կլիներ, եթե 3 կամ 5 տարի առաջ անհատը որոշեր դիվերսիֆիկացիան էր, բայց հիմա արդեն անհատի մակարդակով էլ հնարավոր չէ, որովհետև արագության հարց կա։ Հիմա նույնիսկ պետությունը ինչ պետք է անի իր կողմից, պետք է ազատ առևտրի համաձայնագրեր արտանքվեն մի քանի երկրների հետ, որը ըստ էության առանց մաքսատուր կառավարություն ոնց որ Վրաստան ունի, նույն Եվրամիության հետ ունի, Չինաստանի հետ ունի, Հնդկաստանի հետ չեմ սխալվում, եւ այլն, այսինքն ամեն երկրի ինչ որ ապրանքների գծով է, ամեն ինչով չես կնքում, ոնց որ ԵԱՏՄ-ի հետ ունենք ամեն ապրանքի գծով, որը Եվրոպայի
Եվրոպայից կնքում ես ազատ առևտրի համաձայնագրի գյուղմթերքի գծով, վերամշակված չվերամշակված։ Չինաստանի հետ կնքում ես ազատ առևտրի համաձայնագրի խմիչքների հետ կապված, ոնց որ Վրաստանում է, գինիներ, կոնյակ եւ այլն։ Բայց նաեւ Վրաստանը եկեք հիշենք Եվրամիություն էր գնում, բայց միևնույն է վրացական գինիների սպառումը մեծամասամբ ռուսական շուկային, այսինքն իրենք դրա միջով անցան, մի անգամ որոշեցին գնալ Եվրամիություն, բայց մեկ է հետ դարձան դեպի ռուսական շուկա։ Եվրոպայում ասենք իսպանական, իտալական գինիներ կան, էլի, նա չէ որ հեշտ է մրցակցելը, դրա համար գինիների համար Եվրոպան հեչ լավ շուկա չէ, Չինաստանը լավ շուկա է գինիների համար, բայց Եվրոպայում դու ասենք գնաս Իտալիայում իտալական գինու հետ մրցակցես, դա մի քիչ բանական Գերմանիայում իտալական գինու հետ մրցակցես, մի քիչ չաթերթներով մի քիչ դժվար կլինի։ Դրա համար ոնց որ ամեն երկրի հետ պետք է այդ ազատ առևտրի համաձայնները շատ կարևոր պարտադիր են այս պահի դրությամբ, այս փուլում, ու դա պետությունը պետք է անի։ Դա շատ արագ է պետք կազմակերպել, օրինակ էլի, ասենք ապրանքների ցուցակը վերցնում ես, արագ ու լավ էլ առիթ է, որ գլոբալ սրանց ավելի լավ առիթ չկա էլի ազատ առևտրի համաձայններ կնքելու համար այս փուլում պետք է բանան է։ Այդ պետությունը պետք է անա, երբ որ պետությունը կնքեց, հետո դրանից հետո գնալու է բաներ պետք է կազմակերպվի, այնտեղից դիստրիբյուտորներ կան, այստեղից դիստրիբյուտորներ գնան հանդիպումներ եւ այլն։ Մի օրինակ բերեմ, հիմա այդ օրինակ միջազգային կազմակերպություններն են այդպես անում, մի կազմակերպություն կա, որ մի փոքր մենք ենք պրոցեսին մասնակցում, բան կա Եվրամիությունից տարբեր երկրներից դիստրիբյուտորներ են բերում Հայաստան։ Ուրեմն ամենամոտ ժամանակը որ ստացեց, որ իրենք որ կարողանան գան Հայաստան, դա հոկտեմբեր ամիսն է։ Հոկտեմբերին են գալու։ Մոտավորապես ժամանակ է որ մարդիկ զբաղված մարդիկ են, չէ՞, ղեկավարներ, հիմա ցանցերի տնօրեններ, բան եւ այլն այդպես լուրջ ցանցերի տնօրեններ են գալու, բայց ամենամոտ օրը որ կարացին իրենք են հոկտեմբերին, այսինքն հոկտեմբերին են գալու, հոկտեմբերին որ գան, հանդիպումներ եւ այլն, հանդիպեցին գործարարների հետ տարբեր ապրանքներ հավանեցին, հետո այդ ապրանքները առավելին կարվեցին, հետո դեռ սերտիֆիկացվեցին համապատասխան ոնց որ Եվրոպանը պահանջում, այդ գնաց մի տարի։ Հոկտեմբերին եկալ մի տարի հետո էլ մոտավորապես կարող են այդ դիստրիբյուտորները աշխատեն բարեհաջող պայման իրավիճակների դեպքում, այսինքն տևեց 2 տարի, այսինքն ոնց էլ չստացվի ինչ-որ ժամանակը պետք է այդ ընթացքում պետությունը եթե սուբսիդավորում է, պետք է շարունակի սուբսիդավորել։ Պարոն Միրաքյան, տեսեք, զուտ տնտեսագետների մակարդակով, որոնք նաև տեսական վերլուծություններ են անում, ասում են, որ մեր պետական բյուջեն չունի այդքան հնարավորություն երկարաժամկետում սուբսիդավորման։ Այս դեպքում դուք ինչ խնդիրներ եք տեսնում, եթե սուբսիդիան 1, 2, 3 ամիս է եւ վերջ։ Տարբերակ չկա գլոբալ պետության համար տարբերակ չունի, էլի պետք է սուբսիդավորել, որովհետեւ այլընտրանք դեպքում պետության վրա ավելի թանկ է նստելու։ Այսինքն դու այդ 4 միլիարդը կամ հիմա ես տալի, կամ էլ վաղը միսօր այդ ընկերությունները փակվում են ու 10 միլիարդի հարկ չեն վճարում իրենք, կամ 5 միլիարդի հարկ չեն վճարում իրենք, կամ այդ մարդիկ գործազուրկ են դառնում, նստում են սոցիալի հույսին եւ այլն։ Այսինքն ուզում ասեմ պետության վրա մեկը թանկ է նստելու, էլի։ Լավ է հիմա տա հնարավորություն չտա որ այդ ընկերությունները փակվեն, որտեղ այդ ընկերությունները որ փակվեցին, 10 տարի է տևելու մինչև նման տիպ ընկերություն ձևավորվի։ Այսինքն որ կամ չգիտեմ 5 տարի կամ 15 տարի է տևելու, էլի, դրա համար ավելի լավ է հիմա 10 այդ ընկերությունները դիմանան ու նոր շուկաներ գտնեն, քան թե բանարվի, էլի, քան թե Երբ դուք անդադ խոսում եք նոր շուկաների մասին, դուք նկատի ունեք, որ դեպի ԵԱՏՄ Ռուսաստան պետք է մոռանալ այդ շուկաների մասին։ Այսպես կտրուկ պետք է լինի անցումը։ Հիմա ոնց որ մեծ քաղաքական մեսեջներից զգում եմ, որ հա, էլի պետք է մոռանանք։ Հույս ունեմ այդպես չի իրականությունում, բայց մենք վատագույն սցենարով գնանք, որ հա պետք է մոռանանք, որտեվ բոլոր քաղաքական մեսեջները դրան է տանում, որ առնվազն երկարաժամկետ կտևի, լավ, երկարաժամկետ ասելով նկատի ունեմ տարիների մասնախոսքը, ու եթե տարիներ տևեց, այդ արդեն եթե հույսով չես կարող հույսով ասես սպասես, դուք աշխատողներին ասես արի մի տարի աշխատավարձ չտան, ԵԱՏՄ շուկան կարող բացվի, այդպես չկա այդ սցենարը։ Դրա համար ավելի լավ է ընդունել, որ մոռանանք, գնանք կենտրոնանանք ուրիշ բաների վրա։ Դու եկեք չմոռանանք, որ Եվրամիության շուկան 10 անգամ ավելի մեծ է ռուսական շուկայից։ Բարեսպունի մասով է։ Բայց ինչու է շուկային, հա։ Հայաստան Եվրամիություն առևտրաշրջանառության ծավալների եթե նայենք 10 անգամ 100 անգամ ավելի քիչ են, այո։ Հա, չեմ 10 միլիարդ է ինչքան է, չեմ սխալվում։ Բան, հա, դե բնականաբար, բայց մյուս կողմից շուկան ավելի մեծ է։ Հիմա ու այդ ճանապարհը որ պետք է անցնենք, եթե նույն ասեմ որ եթե մենք գյուղատնտեսական ապրանքների տեսանկյունից հարմարվեցինք Եվրամիության շուկային, իրանց հետ աշխատելու, այսինքն մնացած աշխարհին շատ ավելի հեշտ կլինի հարմարվել։ Բայց շանս կա հարմարվելու։ Food City-ից հետո դու ուրիշտեղ չես կարող աշխատես։ Բայց եթե դու սկսես աշխատել եվրոպական շուկաների հետ, դրանից հետո շատ երկրների հետ կարաս աշխատես էլի, եւ մշակույթը կփոխվի, բիզնեսի, տնտեսության եւ այլն շատ բան կփոխվի։ Դուք ասում եք գյուղատնտեսական արտադրանքի մասով եթե հարմարվենք, ինձ հետաքրքիր է, այնտեղ կա Հոլանդիա, այնտեղ կա Իսպանիա,
գյուղատնտեսական իրենց Լեհաստան գյուղատնտեսական իրենց արտադրանքով, հա, արդյոք ի վիճակի է Հայաստանը մրցել այդ երկրների հետ։ Բացի այդ Եվրամիությունը աշխատում է քվոտավորման համակարգով, միջև անդամ պետությունների ապրանքը չի ավարտվում, նրանք այլ երկրից չեն ընդունում ապրանք։ Սա ինչ խնդիրներ է բերում։ Ես ուզում եմ հասկանալ, չի ստացվում, որ մեր տնտեսվարողը կարող է դառնալ քաղաքական փոփոխությունների հնչեցվող թեզերի զոհ ուղղակի։ Դե ինչ է նշանակում կարող է դառնալ, դարձել է դա գլոբալ տնտեսվարողին, շուկան փակվեց, այլ շուկա քաղաքական process-ն է ամեն ինչը, արդեն դարձել է զոհ։ Հիմա հարցն է, որ այս իրավիճակից ոնց դուրս գալ։ Այդ դրա մասին ենք խոսում, էլ թե չէ, հա, բնականաբար դարձել է քաղաքական process-ների զոհ։ Դա ճիշտ է, սխալ է, մենք դրա այդ չենք քննարկում, այդ չի մեր հարցը։ Հարցերը, որ հա իրավիճակը ստեղծվել քաղաքական, որի հետևանքով տնտեսվարողները տուժում են կամ կտուժեն ապագայում էլի, ինձ որ այդ դեպքում տնտեսվարողների առաջարկը, մարդիկ, որոնք հենց իրենց մաշկի վրա զգում են խնդիրը, տնտեսվարողների առաջարկը կառավարությանը, չգիտեմ, հանդիպումներ ունենում եք նույն էկոնոմիկայի նախարարության հետ, նույն կառավարությունում, որ այս խնդիրները այսպես դեմարդեմ խոսեք եւ լուծումներ ներկայացնեք, որովհետեւ քարոզչական թեզերով 1-2 հաջողված փորձի օրինակով դա տնտեսություն չէ։ Հա, համաձայն եմ, տեսեք, մեր մոտ եղել են հանդիպումներ, մենք դե անդադ բան ենք անում, էլի, նույն էկոնոմիկայի նախարարությունը, որ տարածում հանդիպների մասը, մենք էլ մեր անդամներին ենք տարածում, որ հանդիպենք, անձամբ ես մոտակ շրջանում էլի հանդիպելու եմ, դրանց անընդհատ լինում են այդ շարժը, անընդհատ լինում է, մարդիկ առաջարկներ անում են, նույն այդ ոլորտի առաջարկներ, ու ասեմ, ինչ սուբսիդիաները դենց են ձևավորվել, այսինքն տնտեսվարողը ինչ թիվ ասել է, թիվն էլ ֆիքսել են ու այդ դրա չափով սուբսիդիա են տվել, ասենք, չգիտեմ, ասել լոլիկ 300 դրամ, այդքան ֆիքսվել են, այդքան սուբսիդիա են տվել, թիվը թվերը ասել են տնտեսվարողները, ու ինչ թիվ ասել են, այդ թիվն էլ վերցվել է։ Այսինքն ուզում ասեմ, այդ շփումների արդյունքն է սուբսիդիաները, ու այս թվերը սուբսիդիաների եւ այլն, էլի։ Հա, հարցերը, որ այս ամենը շտապօգնության բանով չլինի, էլի, շտապօգնության հիմա այս շտապօգնության քայլեր են, էլի, չավարտվի մենակ շտապօգնության քայլերով։ Ավելի մեծանան, ավելի ընդհանրան, ավելի սիստեմատիկ լինի, գիտեմ, որ դեսպանատները ներգրաված այս գործում, չգիտեմ, ինչքանով կստացվի իրենց մոտ, ինչքանով են բան, այս ոլորտից տեղյակ դիվանագետները, բայց դեսպանատներն են մոբիլիզացրել այս գործերի համար եւ այլն, այսինքն տարբեր բաներ անում են, հուսամ երկարաժամկետ հատվածում բան կլինի, կարողանանք լուծել ու մենք տարին կամփոփենք գյուղատնտեսության ոլորտի գոնե քիչ կորուստներով, ասենց ասեմ, որ կորուստներով կամփոփենք, կարծում եմ վստահ եմ, հա, հուսամ քիչ կորուստներով կամփոփենք։ Իսկ մեր որ արտադրանքն է, որը ամենաշատը ունի շանս եվրոպական շուկայում վաճառվելու։ Տեսեք, նույն գինիների մակարդակով եթե խոսում ենք, ասում են գինիները, այո, ասիական ավելի լավ է։ Գինիների մակարդակով ավելի լավ է ասիական շուկա գնալ, պաղացոների մակարդակով շանս կա, եթե մի տեսականին փոխվի բրենդավորումը փոխվի եվրոպականում շանս կա, թարմ պտուղ բանջարեղեն նույնպես, իսկ բանն էլ ծաղիկներն էլ դե հա էլի եվրոպականում էլի տարբերակ կա, դե Հոլանդիան ամենամեծ բանն է, եղել ենք մենք իրենց մոտ, ամենամեծ հայկական ծաղիկը Հոլանդիայում մրցունակ է։ Ամբողջ աշխարհը Հոլանդիայից է ծաղիկ ստանում։ Հոլանդիայից, բայց մեծ մասը Հոլանդիայի արտադրանքը չի։ Հոլանդիան ինքը հավաքակետ է, շատ մեծ, ասենք Հոլանդիայից վաճառող վարդերի մեծ մասը գալիս են Էկվադորից, օրինակ, էլի։ Մենք եղել ենք այդ հավաքակետերում, աղրելի մեծ տարածք էր, բանի, ինչ Royal Tulip բանում, իրենց հիմնական ընկերություններից մեկն է, շատ մեծ, մեր հանրապետության տարածքի, չգիտեմ, 20 տոկոսի չափով փակ տարածք էր, որտեղ հազարավոր մեքենաներով ծաղիկներ ու ամեն օր մտնում են, ամեն օր դուրս են գալի, իրենք ամբողջ աշխարհից ծաղիկ հավաքում են ու ամբողջ աշխարհը բաներ անում, էքսպորտ են անում, նաև տարածում են, հենց որ բան է, մեծ բիրժա է Հոլանդիան, էլի, դրա համար այդ Էկվադորից գալիս Հայաստանից պետք է չգա, Էկվադորը Հոլանդիայից ավելի հեռու է, էլի, հաստատ, քան թե Հայաստանը, այսինքն այդ բանը ծաղիկի տեսանկյունից, եթե հանկարծ ստացվեց, որ այդ հոլանդական մեծ ընկերությունների հետ համագործակցություն գնաց, այդ 100 միլիոն չէ, ասենք բան 500 միլիոն կամ 1 միլիարդ վարտել ծաղիկել կծաղ վաճառել։ Այսինքն մնում է այդ համագործակցություն ստեղծելը գործարարի անձնական ջանքի վրա, օրինակ տեսեք, երեք Արմատ մեդիան ռեպորտաժ է հրապարակել Գյումրիում ջերմոցատեր է, 3 ջերմոց ունի, մարդը այսօր կանգնել է խնդրի առաջ, ասում է 70 միլիոն վարկ ունեմ, 3 ջերմոցս պետք է վաճառեմ, որովհետև ես իմ ծաղիկները տանում էի ԵԱՏՄ Ռուսաստան, հիմա այդ օղակը փակվել է ինձ համար։ Այս մարդն ասում է, որ տունս եւ 3 ջերմոցս պետք է վաճառեմ, որ կարողանամ վարկային բեռս փակել։ Այսինքն նա, ով չկարողացավ այդ իր անձնական կապերի միջոցով գնա Հոլանդիա իր վարդերի իրացնի, ընկնելու է ջերմոցատիրոջ։
կարողանալու, չէ՞, գլոբալ եթե խոսենք անձնական կապերով չեն կարողանալու։ Բա պետությունն էլ բան չի անում։ Բա պետությունը բան չի անում։ Պետությունը ասում է ճանապարհածախս եք ուզում, տալիս եմ ձեզ։ Մնացածը ձեր վրա, գնացեք ստեղծեք։ Այդ իրականում տեղակ չեմ այդպես մանրամասներ, բայց հա, անձնականով հաստատ չի կարողանալու։ Անձնականով չի կարողանալու այդ ընկերության հետ խոսել, իրենք փորձել չունեն, բանել չունեն, ասենք հիմնականում նույն այդ մարդը, որ 3 ջերմոց ունի, հաստատ անգլերեն էլ չգիտի ամենահավանականությամբ, ասենք չգիտեմ, ռուսերեն գիտի, բայց անգլերեն չգիտի, չեմ ասում հոլանդերեն եմ ասել, էլի դրա համար հա չեն կարողանալու, եթե գնա անձնական դից, այտենց այդ գծով վստահ չեմ ինչ է արվում պետական մակարդակով, գիտեմ որ դիվանագիտները աշխատում են օրինակ, էլի, բայց ինչ արդյունքում ոնց չեմ կարող ասել, Հոլանդիայում մեր տեսփանը, դերակ չեմ։ Տեսեք, ստացվում է մեր տնտեսվարողը այսպես երկու կողմից հարվածի տակ է։ Մի կողմից դուք գիտեք Հայաստանը եւ Թուրքիան համատեղ հուշագիր են ստորագրել։ Թուրքիայից բացվող սահմանները կամ Թուրքիայից սուբսիդավորված գյուղմթերքի ներմուծումը կա, այս վտանգը կա, մյուս կողմից էլ այն փակված դռներն են։ Ու փաստորեն պետությունը միայն տալիս է ճանապարհածախսը։ Այս դեպքում, եթե դուք փորձեք այսպես կետերով ներկայացնել գործարարի պահանջը իշխանությունից, որն է, առաջինը սուբսիդիան է, երկրորդը կապերի ստեղծումն է։ Ազատ համաձայնագրեր տարբեր երկրներից, որ մաքսատուրք դուրս կա, մենք կարողանանք աշխատել, գործարարները կարողանան աշխատել այդ երկրներից, կարողանան մրցակցել տվյալ երկրի ապրանքների հետ։ Երկրորդը դա, երրորդը կազմակերպել հանդիպումներ այն ընկերությունները, ովքեր որ այդ ապրանքների մթերողն ու սպառողներն են, բանակցությունները սկիզբ դնել։ Հիմա նույն բանով դա մի արդեն պետական մակարդակով էլ պետք է լուծվի, էլի, որովհետև բանը, չգիտեմ, ասենք Carrefour-ի տնօրինությանը ինչ որ մի ջերմոցի սեփական տեր կամ 10 ջերմոցի սեփական տեր դրանց չեն հասնել, հա, բայց եթե հավաքակետերի հարցն է առաջանում, էլի, օրինակ պետք է սուբսիդավորվի հավաքակետերի հարցը, որ ապրանքը հավաքվի, հետո այդտեղից արդեն մեծ քանակով դուրս գա, որ ըստ էության այդ հավաքակետի դերը տանում էր բաներն, էլի, ասենք նախկինում այդ ֆուդսիցին էր այդ հարցը լուծում, ինքը հավաքակետը հավաքվում են դերս բաժանվում արդեն տարբեր շուկաներ եւ ցանցեր, չէ։ Հիմա այդ ֆուդսիցին ռուսական այդ մեծածախ շուկան ըստ էության այդ հավաքակետի դերն էր տանում։ Հիմա այդ հավաքական որ դուրս է եկել, այդ հավաքակետերը ստեղ պետք է ստեղծվեն կամ չգիտեմ այլ երկրներում են, այսինքն նույն չգիտեմ ծովային հարմար տարբերակը որտեղ ասենք Հայաստանից որ գնում է, նույն Ռումինիա կամ Հունաստան կամ այդպես այդ գծի վրա էլ որ հասնի, այնտեղ պետք է հավաքակետեր լինեն Եվրոպայում։ Այդ հավաքակետերում եթե յուղմթերքի մասն ենք խոսում, պետք է հավաքվեն այդ հավաքակետերը, այնտեղից վաճառվի։ Այնտեղից արդեն բանն է գնա, էլի, այդ ոնց որ արդեն ասում եք երկար ու մեծ կազմակերպչական հարցեր, բայց ամեն դեպքում առանց հավաքակետերի դժվար կլինի Հայաստանում կամ նույնիսկ Հայաստանում էլ դրական կլինի հավաքակետերը, բայց ավելի ցանկալի է այն երկրներում լինեն, որտեղ որ մեր էքսպորտը գնալու է, այսինքն այս դեպքում Եվրամիության որևէ երկրում, դե մեզ մոտիկ ծովի տեսանկյունից Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան բան այդ երեքից մեկն են լինելու։ Եթե պետությունը այդ ձեր ասած անհրաժեշտ քայլը չի անում, միայն սուբսիդիայով է բավարարում, մեր տնտեսվարողին չի առաջ է կանգնում։ Դժվարությունների, խնդիրների։ Թուրքիայի հետ բաց սահմանների պարագայում ինչ խնդիրներ։ Խնդիրները ինչքանով են խորանալու։ Հա, եկեք Թուրքիա բանը, հա, երբ որ հասնենք այդ փուլին նոր խոսենք, բայց հա, եթե բաց սահմաններ եղավ ու առանց մաքսատուրքի կամ չգիտեմ ավելի թեթև ռեժիմով իրենց ապրանքը մտավ ստեղ, այդ խնդիրներ կառաջանա, ոնց որ նախկինում էր առաջանում, ասի նույն լոլիկից միշտ առաջանում էր խնդիր ժամանակ, ասենք, չգիտեմ, եթե Թուրքիայից գալիս էր լոլիկը, մեր լոլիկը ջերմոց տնային չի կարողանում մրցակցել, քանի որ գազի գին, սուբսիդիա եւ այլն դες հազար մի բան կա։ Հա պլյուս գազին էլ եթե երբ որ բարձրացավ, ջերմատների վիճակը ավելի է ծանրանալու, ու այդքան սուբսիդավորված ջերմատներ այստեղ որ ստեղծվել են, դա խնդիր է առաջանալու։ Այսինքն պետություն սուբսիդավորել է, որ ջերմատներ ստեղծվեն, հանկարծ գազի գինը բարձրացավ, ջերմատները ավելևս արդյունավետ չեն լինելու։ Էլի սուբսիդավորման հարց առաջանում գազի գների եւ այլն տարբեր։ Այդ դեպքում ստացվում է բիզնեսը պետության վրա բավականին թանկ է նստում։ Չէ, պետության վրա բիզնես չլինելը շատ ավելի թանկ է, միշտ այդպես է։ Իդեպ այս հարցում էլ կա քննադատություն, ասում են օրինակ ինչու պետք է շարքային քաղաքացին հարկ վճարի եւ պետությունը այդ վճարած հարկից մի հատ սուբսիդիա տա ձեզ, որ դուք ջերմոց կառուցեք։ Մի հատ է սուբսիդիա տա ձեզ, որ դուք տանեք ձեր ապրանքը վաճառեք դրսում։ Շարքային քաղաքացու հարկերը բիզնեսի վճարած հարկերի 10-20%-ն է դրա համար պետք է
շարքային քաղաքացին հարկված արի, որ գնա բիզնես սուբսիդավորմանը։ Տեսեք, եթե բիզնեսը չեղավ, այդ շարքային քաղաքացին չի կարողանալու հարկվեճարի, որովհետև ինքը ուղղակի աշխատելու տեղ չի ունենալու։ Բիզնեսն է ստեղծել, գտել այդ աշխատելու տեղը, որտեղ շարքային քաղաքացին աշխատում է, հնարավորություն ունի աշխատավարձ ստանալու հարկ վաճառելու։ Որ բիզնես փակվեց, շարքային քաղաքացին գնալու է հարկվեճարի Ղազախստանում։ Մտահոգությունը հետևյալում է, որ կարող է քաղաքական PR-ի նպատակով պետական բյուջեում գտնվող հարկը օգտագործվել այս կամ այն գործարարին տալ դա քաղաքական PR-ի համար, ինչը երկարաժամկետում այդ գործարարի համար խնդիր չի լուծում, ընդամենը մի քանի ամսվա գոյատևման հարց է։ Դա ես չեմ նկատել, որ դա հատուկ գործարարներ են տալիս, սուբսիդիա բոլորին էլ տալիս են, ով որ թիրախային խմբի մեջ է հայտնվում, բոլորին էլ ստանում են, էլի, ինչ որ հատուկ մոտեցում չեմ նկատել։ Եվ նաև դուք ղեկավարում եք մի համայնք, որի կազմում են բազմաթիվ գործարարներ։ 900 գործարարներ։ Մյուս կողմից մենք ունենք պարզ վիճակագրական տվյալներ։ Հայաստանում տարեց տարի օտարերկրյա ներդրումները քչանում են, պակասում են։ Ինչու՞։ Չի ստացվում այդ 900 գործարարի հետ աշխատել, դեպ գործարարները, որոնք նաև դրսից են, աշխատել այնպես, որ իրենք խոշոր ներդրումներ բերեն Հայաստանում։ Աշխատում ենք։ Անցյալ տարի $40 միլիոն, օրինակ, մեր ակումբականները մենակ ներդրում են արել Հայաստանում։ Մոտավորապես 40։ Հիմնականում անշարժ գույք, կոմերցիոն տարածքներ, շինարարություն եւ այլն, բայց նաև արտադրություն եւ այլն, տարբեր։ Մենք աշխատում ենք մեր ակումբի շրջանակներում, այդ 900-ից մոտավորապես կեսն է, կեսից մի քիչն է, որ դրսից են մեր մոտ, մենք ներդրումներ արել են։ Տեսնենք, այդ թիվը մենք ուզում ենք հասցնել տարեկան $200 միլիոն։ Որ ոլորտներ են գրկեք, եթե հասցնեք ձեր ասած ծավալին։ Տեսեք, մի քիչ բան է, ոնց որ ամենահեշտ ու կանխատեսելի հասկանալը անշարժ գույքն է, դրա համար այդ ոլորտում շատ ներդրումներ անում։ Մի քիչ բան է, այսինքն արտադրությունում էլ ունենք ներդրում, օրինակ մի արտադրություն ունենք, ելի գյուղատնտեսական իդեպ, որը հենց հիմնադրվել է ոչ ԵԱՏՄ շուկայի համար, այսինքն իր մոտ ներդրողներ կային մի քանի երկրներից, Կաթարից, Հոլանդիայից, Միացյալ Նահանգներից ու Հայաստանից 4 երկրներից ներդրում են արել, մեր ակումբականները ներդրում են արել գյուղատնտեսական ոլորտի վերամշակող արտադրությունը հիմա արվում է շատ մեծ չէ $4-5 միլիոն սահմաններում, բայց ավան դեպքում հեսա մի ամսից բացումը կանենք։ Տենց բաներ են արվում, բայց հիմնականում մեկը բանն է, հիմնականում անշարժույթն է, որտեղ մի քիչ ավելի հասկանալի, կանխատեսելի, շատ երկար ծուր վստահություն չպահանջող բաներ են, էլի, ինչ ինստիտուցիոնալ մոտ շատ բարդ ինստիտուցիոնալ մոտեցում չպահանջող ոլորտ է անշարժույթը։ Եվ այլ երկրներից կախված չէ ըստ էության, ինչպես օրինակ գյուղական արտադրանքի արտահանումը։ Էքսպերտը բան, Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Մարմատ մեդիայի եթերում զրուցակիցս Վահրամ Միրաքյանն էր, կհանդիպենք վաղը։